Երբեմնի արդյունաբերական Թումանյանում արդեն երկար տարիներ սպասում են աշխատատեղերի ստեղծման եւ իմանալով պատգամավորության թեկնածու Լուսինե Մեջլումյանի Թումանյան այցի մասին եկել են հանդիպման, եկել են անձամբ լսելու տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծման նրա հեռանկարային ծրագրերի մասին։ Շատ լավ կարծիք ունենք, անչափ շատ գոհ ենք, մենք ամեն ինչին հավանում ենք իր բոլոր ծրագրերին ու լրիվ տեսել ենք իր աշխատանքները ներդրած։ Իրանց են գտել, դա մեր լորեցին է, մեր աղջիկն է, 100% են, հլադաժե 20 հոգու, ես իմ կողմից բերել եմ, իրան նվեր։ Տղամարդու կողքին պետք է կին լինի, միշտ կինն է տղամարդուն առաջ գցում, դրանով համոզված ենք։ Շատ լավ կարծիք ունեմ, շատ լավ աղջիկա, գործարար, որպես կնիկ արմատ պետք է որ ինքը լավն է, դրանցի հույս կա էլի, տղամարդու ցույց չկա, շատ լավ աղջիկա, շատ սիրուն, շատ գեղեցիկ, շատ գործարար, եւ Մեջլումյանի աղջիկն է, ես դրա մոտ աշխատել եմ 4 տարի, լավ ազգի աղջիկա։ Թեկնածուի կենսագրությունն ու անցած աշխատանքային ուղին ներկայացրեց նախընտրական շտաբի պետ Հովհաննես Քոչինյանը։ Թեկնածուն ոսկե մեդալով ավարտել է Ալավերդու համար 5 դպրոցը, ապա սովորել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ Valex Group ընկերություններում աշխատանք սկսել է որպես հաշվապահ, իսկ արդեն 2015-ից ղեկավարում է ACP ընկերությունը։ Ընկերություն, որ տնօրինում է Հայաստանում միակ պղնձաձուլական գործարանը, որտեղ տարեկան մշակվում է մինչև 12,000 տոննա սև պղինձ, աշխատում 600 մարդ։ Լուսինե Մեջլումյանը նաև Թեղուտ ընկերությունում է աշխատել, որպես աուդիտի ծառայության ղեկավար։ Ընկերությունն աշխատանքով է ապահովում 1200 մարդու։ Այս 20 տարվա ընթացքում մեր մոտ ներ է դրվել մոտավորապես Լորվաձորում $500 միլիոն գումար։ Այդ գումարի մեծ մասը 380 միլիոնը Թեղուտ լեռնահանքային համալիրը կառուցելու համար։ Ես ինչու եմ սրա մասին խոսում, քանի որ մենք խոսում ենք փաստերով։ Մենք ուզում ենք, որ դուք մեզ հավատաք, քանի որ մենք ունենք կատարած գործեր։ Եվ ոչ թե խոսում ենք, թե այ եթե մեզ ընտրեք, մենք այս կանենք կամ այն կանենք։ Չէ, մենք արդեն իսկ արել ենք եւ այդ արածի դիմաց խնդրում ենք, որ մեզ հավատաք։ Այսօր նախապատրաստվում է մի մեծ հսկայական ծրագիր, նախագիծ Ալավերդու պղնձաձուլական գործարանը վերակառուցելու համար։ Արդեն ակտիվ աշխատանքներ են ընթանում, մի քանի անգամ չինական կողմն է եղել Ալավերդում, Ալավերդու աշխատանքային խումբն է եղել Չինաստանում եւ այսօր մանրամասն պատրաստվում է նախագիծ, թե այսօրվա գործարանի որ տարածքում ինչ արտադրամաս է կառուցվելու։ Խոսքը գնում է $400 միլիոն գումարի մասին։ Այդ գումարը Չինաստանի կառավարությունը շատ գրավիչ պայմաններով տրամադրում է մեզ, մոտակա 20 տարվա մեջ վերադարձնելու պայմանով։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ Ալավերդու մետաղագործներից, մետալուրգներից լավ ոչ ոք ի վիճակի չէ մետալուրգիա զարգացնել այս ձորում, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում եւ ինչու՞ չէ ողջ Անդրկովկասում։ Ուստի այդ գործարանը, որը որ արդեն 250 տարվա պատմություն ունի, վերահացվելու լրիվ ուրիշ, գերժամանակակից, լրիվ տեխնոլոգիաներով աշխատող, նոր տեխնոլոգիաներով աշխատող գերժամանակակից համալիրի։ Խոսքը գնում է 1000 նոր աշխատատեղ ստեղծելու մասին։ Խոսքը գնում է ճանապարհների վերակառուցման, ենթակառուցվածքների զարգացման, հյուրանոցների կառուցման եւ այլն եւ այլն եւ այլն։ $400 միլիոն այս ձորում նշանակում է դրանից օգտվելու են բոլորը։ Թե խանութպանը, թե շինանյութ մատակարարողը, թե հյուրանոցը, թե մեկը մյուսը, կոշկակարը, բոլորս դրանից օգտվելու ենք։ Եվ մենք շատ ենք ցանկանում, որ այն իրավիճակը, որը որ փոխվել է օրինակ Թեղուտ, Շնող եւ Հարակից համայնքներում, մեր աչքի առաջ կայացած փաստ, այդ իրավիճակը գա դեպի Ալավերդի եւ դեպի Թումանյան քաղաք։ Լոռու մարզի համախառն եկամտի 70%-ն ապահովում են ACP եւ Թեղուտ ընկերությունները, իսկ նախանշված ծրագրերի իրագործման դեպքում այդ թիվն ավելի մեծ կլինի։ Սա նշանակում է, որ տնտեսական աճի ցուցանիշները, որ կարձանագրի մարզն ու երկիրը, ուղիղ համեմատական է ընկերությունների խմբի կայուն ու զարգացող գործունեությանը։ Լուսինե Մեջլումյանը արտադրական ձեռնարկության ներկայացուցիչ է։ Իսկ Լոռին առանց արտադրության տեսանք, թե ինչ դարձավ։ Լոռում պետք է նորից երկրորդ շնչառություն, եւ այդ շնչառությունը ես որքան տեսնում եմ իմ լրագրողական աշխատանքի ընթացքում, մենք ուրիշ տեղից չկարողացանք ստանալ եւ երևի թե այդպես նաեւ մտել է լոռեցիների գենետիկայի մեջ, որ հանքարդյունաբերությունն է, Ալավերդու պղնձաձուլականն է եւ նրանից ճառագայթվող մնացյալը, որովհետև եթե կա ձեռնարկություն,
կա մուլտիպլիկացիոն էֆեկտ։ Արդյունք, մարդը ունի աշխատանք, մարդը իր տան ընտանիքի գլխին է, ունենում է զավակներ, իր ընտանիքը պահում է, գնում է առևտուր է անում, այդտեղ արդեն բոլոր հարակից ենթակառուցվածքներն են զարգանում, երկիրն է ամրանում, որտեղ տղամարդիկ չեն հեռանում ուրիշ երկրների համար աշխատեն եւ հարկ մուծեն ուրիշ երկրների բյուջե։ Արդյունաբերությունը Լորվա մարզի համար կենսական կարևորություն է եւ ավանդույթ։ Ինչքան էլ որ մենք դեմ գնացինք գործարանին, վերջը տեսանք, որ ոչ։ Գործարանն է, որ պահելու է մեր լորին եւ միաժամանակ ասեմ ձեզ, դուք շատ լավ գիտեք, որ Ալավերդին եւ Վալեքս ընկերությունների միության շնորհիվ նաեւ Արցախն է հզորանում։ Ինձ թվում է արդեն տեսակ, որ ինքը գործի մարդ է եւ հեքիաթներ չի պատմում, այլ կուսակցությունների նման, ասենք թոշակ այսքան կբարձրացնեմ, այս կանեմ, այն կոնկրետ մարդ է, կոնկրետ աշխատում է, կոնկրետ աշխատատեղ է ստեղծում։ Թումանյանից հետո Լուսինե Մեժրիմյանի հաջորդ հանդիպումը Քարինջում էր։ Այստեղ տեխնացուին դիմավորում են աղոհացովից մինչ բնակիչների հետ հանդիպումը, տեղի Սուրբ Կարապետ մատուռում կատարվում է նաև մոմավառություն, ապա տեխնացուն ներկայացնում է իր նախընտրական ծրագրերը, նաև այն ծրագրերը, որոնք Վալեքս ընկերությունների խումբն իրականացնում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում ամբողջ մարզում։ Մենք եկել ենք ասելու, որ մենք այսքան բան արել ենք եւ դեռ այդքան էլ անելու ենք, շատ ենք անելու եւ ուզում ենք, որ այսօր մենք ազգային ժողովում ձայն ունենանք, որ մեր արժեվ ծառացած այս խնդիրները, նպատակները, ծրագրերը կարճ եւ արդյունավետ եղանակով տեղ հասցնենք։ Մեր փորձը ցույց տվեց, որ մենք մեր ծրագրերի իրականացման ժամանակ ունենում ենք խոչընդոտներ, տարբեր մակարդակներում։ Մենք ուզում ենք, որ այդ խոչընդոտները արագ հաղթահարենք, որ մենք ժամանակը ծախսենք ոչ թե թղթաբանությունների վրա, ոչ թե տարբեր դռներ թակելու վրա, այլ գործի վրա։ Իրենց ելույթներում տեխնացուի թիմակիցները զուգահեռներ անցկացրին արդյունաբերության եւ գյուղատնտեսության միջև։ Քարինջի ու հարակից գյուղերի արտադրանքի իր սպառումը կգտնի քաղաքում, եթե այստեղ մարդիկ աշխատանք ունենան, կայուն եկամուտ։ Եթե չլինի գործարանը, եթե գործարանը այդքան հզոր չլինի, մենք ինչով կարող ենք այդ ապրանքը իրացնել եւ ձեզ գումարային հարցերով օգնել։ Քարինջում գյուղատնտեսական ապրանքներ, մթերքներ ստեղծող արարող այդ ժողովուրդը ապրանք է բեմ կոնկրետ ես որպես բիզնեսմեն վառ ապացույց ունեմ ձեր գյուղից 3 բնակիչ բերում են մեզ մոտ մթերք, գյուղատնտեսական մթերքներ, որոնք ինչով ենք վերցնում փողով, որ փողով, գործարանի փողով։ Կոչ եմ անում բոլորիդ, որ մենք մեր ձորից ունենանք ազգային ժողովի մեր տեխնացուն, ունենք եւ ունենանք մեկ падգամավորը։ Դրա համար բոլորիդ կոչ եմ անում, որ գնալ 6-րդ համար ընտրել բյուլետենների մեջ եւ 7-րդ համարին տալ ձեր քվեն։ Հանդիպումից հետո քարինջեցիներն շտապեցին տեխնացուին պատմել իրենց հոգսերն ու համայնքային խնդիրները։ Մեծ տպավորություն ունեմ Լուսինեի մասին, լավ ընտանիքի աղջիկ, լավ ընտանիքի հարց, հետնել լեզ տարիքում առելի կոմբինատի գործարանի տնօրեն, հույս ունեմ, որ այսօր մեր ազգային ժողովում, մեր խորհրդարանում նման մարդկանց ներկայությունը ոչ թե անհրաժեշտ է, այլ պարտադիր է, որովհետև մենք ընդեղ ունենք падգամավորներ, որոնք եւ պասիվ են ամեն ինչով, ոչ հարցը, մենք կնոպկա սեղբողներ են էլի, եթե մեր Քարինջի լեզվով ասեմ այդպես, Լուսինեն, որ ընտրվի, անպայման օգտակար կլինի մեր ձորին, ինձ թվում է մարդիկ չեն սխալվի, եթե ընտրությունը կատարել Լուսինեի համար։ Ինքը կարևորը կրթված է, խելացի, ինձ թվում է, որ իր ասածները կիրականացնել հույսեր կապենք։ Երիտասարդ տեխնացու է, նու ամեն ինչ կարելի է սպասել։ Կարևորը որ ասեց, որ ազնիվ է, չի ուզում խաբի։ Դե լավ էլ ասավ էլի, շատ էլ ճիշտ ասում է, պետք է աշխատատեղ էլի աշխատենք, ոչ թե բերեն 5000 դրամ տան, այդ 5000 դրամին խաբվենք, գնանք մարդկանց ընտրենք։ Պատգամավորության տեխնացուն առաջիկա օրերին կշարունակի իր հանդիպումները Մոտկորի գյուղախմբի համայնքներում։ Մերիկ Օլոլյան, Արմեն Հովսեփյան, լուրեր լրատվական։